Սիրելի հեռուստադիտողներ, առողջ կեցվածք հատվածն է մեր եթերում։ Այսօր խոսելու ենք, թե որքան կարևոր է միջին եւ ավագ տարիքի անձանց համար ակտիվ լինելը եւ շարժվելը։ Շատերը շատ հաճախ բողոքում են ծնկների եւ մեջքի ցավերից, բողոքում են նրանից, որ արագ հոգնում են կամ որ երեկոյան ժամերին նվազում է շարժունակությունը։ Արդյոք այս ամենը կարելի է կառավարել պարզ եւ մատչելի վարժությունների միջոցով։ Այս եւ այլ շատ կարևոր հարցերին կպատասխանի մեր հյուրը, Հայաստանի ադապտիվ եւ բուժական ֆիզկուլտուրայի մարզարողջարական ասոցիացիայի հիմնադիր Սահակ Խաչատրյանը։ Ողջույն Սահակ։ Ողջույն։ Ուրախ ենք քեզ մեր տաղավարում տեսնելուն եւ առաջին հարցս հետեւյալն է. այ որքան կարևոր է միջին եւ ավագ տարիքի անձանց համար ակտիվ լինելը, շարժվելը։ Մեր իմաստուն տարիքի անձանց համար շատ կարևոր է մարմինը առհասարակ ու օրգանիզմը պահել ֆունկցիոնալ եւ անշարժությունը ինքը լուր վնաս հասցնողն էր մեր մարմնին եւ օրգանիզմին եւ դրա համար օրվա տարբեր ժամերի, տարբեր ընթացքներում, երբ որ անձը սկսում է զգալ, որ ինչ որ մի տեղը, ինչ որ մի հոդը, ամպլիտուդը ճիշտ չի շարժվում, ինչ որ ձեռքի շարժումը ավելի լավ չի կատարվում, հենց այդ պահին էլ կարելի է սկսել մարմնամարզությունը եւ բուժական ֆիզկուլտուրան։ Այ կան օրինակ վարժություններ, որոնք ուղղված են կոնկրետ մեջքի կամ ծնկան, հոդերի շարժունակության, վերականգնման կամ ակտիվացման համար։ Իհարկե, եւ ասեմ, որ տարիքի հետ մեկտեղ մենք կորցնում ենք մեր ֆունկցիոնալ կարողությունները եւ բավականին մեծ մկանային կորուստ է տեղի ունենում, ինչու՞ չէ նաեւ անշարժության հետևանքները հոդերը ավելի կոշտանում են։ Եվ ամենաառաջին հենց քայլը, որ պետք է անել, կարելի է կատարել ընդհանուր մարմնամարզություն։ Եկեք մի քանի վարժություններ ցույց տանք, որոնց միջոցով կօգնենք այ ակտիվությունը ավելի բարձրացնել։ Այո, ամենահասարակ մարմնամարզությունը, որ կարող ենք կատարել, դե իհարկե հենց տարեց մարդկանց համար պետք է ոտքերը դնենք ուսերի լայնությամբ, ձեռքերը գոտկատեղին, շարժենք պարանոցը, կողք եւ մի քանի պտույտներ իրականացնենք։ Եվ հակառակ։ Նույնպես պետք է շարժենք ուսագոտին եւ բոլոր հոդերը պետք է աստիճանաբար աշխատացնենք։ Ինչու՞ չէ նաեւ դաստակը եւ մատերը։ Գոտկային հատվածը, պտույտներ, աջ ձախ կողմ գնալ, հենց չկունացնենք ողնաշարը, ինչու՞ չէ նաև շատ ցանկալի է ձգումներ կատարել ներքև հատակին, որպեսզի նստանյարդի հետ կապված կամ նստամկանի հետ կապված խնդիրներ չունենանք։ Ծնկները պահենք ուղիղ եւ փորձենք ձեռքի մատերով հասնենք հատակին։ Գոտկային հատվածի համար նաև կարող ենք օգտագործել աթոռը եւ մարմինը քաշենք հետ։ Ձգումներ հետ կատարենք։ Երբեմն լինում են այնպիսի իրավիճակներ, երբ որ անձինք ուղղակի նստած են լինում եւ նստած վիճակում, կոր նստելուց, երկար նստելու ընթացքում մենք ունենում ենք գոտկային հատվածում ցավեր եւ կարծես թե այնպիսի տպավորություն ա լինում, որ չես կարողանում ուղղակի վեր կենալ։ Ասում ես մնացել եմ նստած, օգնեք ինձ։ Եվ եթե այդ պահին օգնող մարդ չունենք, մենք պետք է ինքներս մեզ օգնենք եւ այդ առաջի օգնությունը ինքներս մեզ կարող ենք կատարել շատ հասարակ եւս մեկ վարժությունով, ուղղակի ձեռքերը հենենք աթոռին եւ փորձենք ուսերով բարձրացնենք մարմինը վերև։ Պահենք մոտավորապես 20 վայրկյան, որովհետեւ նման դեպքերում է երբեմն ողերը սեղմվում են եւ լավագույն տարբերակը իրանց մի փոքր առանձնացնել եւ պահելն է։ Եվ այս վարժությունները կրկնել 3 անգամ 20 վայրկյանով։ Կարծում եմ այսքանը։ Կրկին անգամ քեզ շնորհակալություն այս կարևոր վարժությունները ցույց տալու համար։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, կարծում եմ պարզ դարձավ, որ միջին եւ ավագ տարիքի անձանց համար ակտիվ լինելը, շարժվելը ոչ միայն ցանկության հարց է, այլև առողջության պահպանման։ Եվ տեսանք, թե որքան պարզ են այն վարժությունները, որոնք որ ցույց ենք տալիս, որոնք որ դուք կարող եք կատարել անգամ տանը եւ անգամ հեռուստացույց դիտելիս։ Այնպես որ մի զլացեք, կատարեք այս վարժությունները, որպեսզի լինեք առողջ։